որ մեր հյուրերն են Երևանի Բենյամին Ժամկոչյանի անվան 119 ավագ դպրոցի շրջանավարտներ Մելինե Ստեփանյանը եւ Սերգեյ Գասպարյանը եւ համար 3 Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի սաներ Վահե Կարապետյանը եւ Ալինա Աբրահամյանը։ Բարի առավոտ։ Շնորհավորում ենք ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Ուրախ եք թե տխուր եք, որ ավարտենք։ Հպարտ ենք։ Հպարտ որ վերջացավ։ Բայց հպարտանում են միշտ ինչ-որ բանի, երբ որ հասնում ես այդ ժամանակ, ինչի եք հասել այս Հասանք այդ 11 տարվա, չեմ ուզում ասեմ փորձությունը, բայց կյանքի մեծ փուլը, մենք անցանք այդ փուլը։ Կարծում եմ հպարտանալու բան է։ Ահա, իսկ հերո ապարելու այդ ավանդական վալսը կա, որ ստիպված տղաները ապարում են։ Իհարկե կա։ Հաճիկով ենք ապարում։ Իսկ ով է սովորել։ Բոլորդ ապարելու եք։ Այո։ Ընկեր Ալեքսանյանը կարող է ստուգի, վստահ մի ասեք, ինքը ապարել է։ Հիմա որ խնդրեմ ցույց կտակ գնահատեմ։ 10 միավոր։ Լավ, իսկ կատակներ լինելու են հումոր։ Լինելու է այսօր։ Իհարկե հումորը փոքրիկ, բայց հումորային մասը անկասկած կլինի 3 տարիների ամբողջ հավաքվածը։ Լավ կլիներ քննություններից հետո լիներ, որ լավ հումորներ անեիք, չէ՞։ Այդպեսի բան կա, չէ՞։ Հաստատ խոսենք։ Բայց կա այդպեսի բան, թե չէ։ Հիմա կատակում ենք, բայց կատակի մեջ մի քիչ լուրջ բան կա։ Չեմ կարծում։ Չէ, իհարկե չկա։ Լավ եք սովորում դրա համար։ Հա, ոչ մի խնդիր չկա։ 3 տարիները ստիպեցին, որ դարձան ուսուցիչները մեզ համար ավելի հոգեհարազատ, ինչու՞ չէ նաև ավագ ընկերներ էլի։ Իմ դեպքում 11 տարիները։ Ես որտեվ նույն դպրոցում եմ միշտ եղել, երբ որ 9 տարին սովորեցի, հենց այնտեղ էլ շարունակեցի ավագ դպրոցը, հիմա իմ համար այդ մարդիկ ավելի հարազատ են, քան 3 տարի սովորած մարդկանց։ Այն ինչի համար կապսոս եք որ ավարտեք։ Այդ Մենակ չեսեք սովորելու, տենց բան չկա։ Դե ուղղակի տենց բոլորից սրտում էլ կա, չէ՞, ինչ-որ տխրության ինչ-որ մի բան կա, ուղղակի որ մտածում ես առավոտյանը չես արթնանա շուտ, որ գնաս այդ հարազատ դեմքեր այդքան, չգիտեմ, Կգնաս դրա տեղ համալսարան, ավելի ուսանողական տարիներ, 11 տարիներ ու այդքան հարազատ դեմքեր ու հարազատի չափ էլի, չէ՞, ստումա ոչ ոք չի փոխարինի իրենց։ Այսօր ավտոմեքենա վարելու եք տղաներ։ չէ, չենք վարելու։ Իհարկե ոչ։ Կարող եք խոսել։ Եվ ալկոհոլ էլ չենք օգտագործում։ Ընդհանրապես, ինչ խոսք, չէ։ Բայց Վերջնական այսօր չենք նշել։ Ինչ պարտադիր ավտոմեքենա վարելուց հաճույք ստանալ կամ ալկոհոլից։ Ուղղակի պետք է լավ ուրախանալ, տրամադրությունը բարձրացնել, ինչու՞ Պետք չէ է նա։ շատ ուզվել եւ լացել։ Լացել եք։ Չէ։ Կամաչում եք։ Ուզում ասեմ, որ պետք չէ դա անել, պետք է միշտ ուրախ։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, դուք այսօր գնացել եք, բարձրացել եք բեմ, թե դեռ չէ։ Դեռ չէ, Միանգամից պետք է եկեք։ գնանք։ Իսկ մասնագիտություն արդեն ընտրել եք, որտեղ եք ընդունելու։ Այո։ Որտե՞ղ։ Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան։ Դու ես ընտրել թե քերոտ խնդրանքով։ Չէ, իհարկե ես եմ ընտրել։ Լեզուների տիրապետելու մասնագիտություն կարելի է համարել։ Իհարկե։ Իսկ այլ մասնագիտություն, եթե ոչ լեզվաբանական կրթություն։ Չեմ մտածել այդ ուղղությամբ։ Նու պատմաբան երևի չգիտեմ։ Իսկ Սերգեյը կդառնա դերասան։ Միտք ունեի։ Հետո Դանիելյանին տեսնելուն պես փոխեցիր միտքդ։ Չէ։ Ես ուզում եմ ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետը։ Ինչու։ Որտեվ իմ մոտ հնարավորություն եղավ հանդիպելու պարոն Ռալֆ Երիկյանի հետ, Օ, եւ դա իմ հետ շատ բան փոխեց։ արդից օգտվեցիր հայավարի։ Չէ։ Եվ ինչ փոխեց։ Ես հասկացա, թե ինչ կյանքով եմ ես ուզում ապրել։ Ինչ կյանքով։ Հետո քրքիրը։ Ես արդեն ուզում եմ Ռալֆ Երիկյանին տեսնել։ Հանդիպես։ Ես իմ համար միշտ գաղտնիք է եղել, թե ինչպես է նա կառավարում այդ իսկական ընկերությունը։ Եվ ես էլ եմ ուզում բացահայտել այդ ճանապարհները, թե ինչպես կարելի է դա անել։ Եվ ինչպես է կառավարում։ Շատ հիանալի ձևով։ Իսկ ճանապարհը թե ինչպես է դա այդ ամենին հասել, ես արդեն կսովորեմ համալսարանում, հույս ունենամ։ Իսկ այդ գաղտնիքը ո՞րն է, որ քեզ գրավեց հենց ընտրել այդ մասնագիտությունը։ Միայն հանդիպումը նրա հետ։ Եվ իր համակարգը, թե ինչպեսի համակարգով են աշխատում։ Այդ եւ միաժամանակ եւ խստությունը եւ ընկերական միջավայրը։ Այսինքն չի բացառվում, որ մենք այս բանի խոսում ենք ապագա վարչապետի հետ։ Եթե դառնաս վարչապետ, Սերգեյ, հիշիր մեզ ուշում եմ։ Անպայման։ Հիշիր, որ կան այսպիսի մարդիկ, ում հետ հանդիպել ես տարիներ առաջ։ Լավ, իսկ ինչպես են անցել վերջին տարիների դպրոցում։ Այդ 2 տարին համարյա աշակերտները քիչ են սովորում, ավելի շատ ժամանակ են անցկացնում, այո, դպրոցը մի քիչ բացեք, հա։ Պարապում են, որպեսզի ընդունվեն։ Պատրաստում ենք քննություններին եւ դպրոցը ավարտելուն։ Բայց դասերից դուրս պարապում եք, թե ինչ որ չափով, հա։ Այ ինչու եք պարապում, դպրոցի գիտելիքները չի հերիքում քննությունների համար։ Դպրոցի գիտելիքները մեզ տալիս են բավարար գիտելիք, այսինքն մեր դրական գնահատականը ապահովելու համար։ Ուղղակի մենք լրացուցիչ ինչ որ 29 ձգտելու բուրընցակությունն է մեր մեջ խոսում, ուղղակի լրացուցիչ դրա համար ենք մենք պարապում։ Այսինքն, եթե միայն դպրոցի Գիտելիքները գիտելիքները լինի, 20-ի Նու 20 չէ, բայց 8.5
շատ հաճախ պատահում է շտեմարանը լուծելու համար պետք եղած գիտելիքները չեն համապատասխանում դպրոցի ծրագրի տված գիտելիքներին, մի քիչ անհավասարություն կա։ Ինձ համար ամենացավալին նա է, որ դպրոցում չես կարողանում հստակ մասնագիտություն ընտրել։ Սկսում ես ուսումնասիրել համակարգչով, չգիտեմ, այ ինչու չենք անցնում վերջի 2 տարիներին, թե որ մասնագիտությունը կարելի է ընտրել եւ դա ինչքանով է եկամտաբեր գուցե կամ ապագայում ավելի օգտակար այո։ Այ որտեղից եք դուք որոշել, որ հենց այդ մասնագիտությունը պետք է ընտրեք։ Բացառացիքային հանդիպելուց։ Ոնց եք այսօր գոռալու, որովհետև 10-ի B միշտ գոռում ենք, 10-ի G հեշտ էր։ Այսօր ոնց է, ինչ է փոխվել։ Գոռալը մենք 12-ի 5-ն ենք։ Ես պատկերացնում թե ինչ կգոռան 12-ի 15-րդ դասարանը կամ 12-րդ դասարանը։ 12-ի 12։ Շատ երկար է։ Հետաքրքիր է։ Լավ, ձեզ մաղթում ենք ուրախ օր։ Այսօր հաճելի պահեր, բայց մենք այս բանի տեսանյութ ունենք պատրաստած հարցում, կարծում եմ մեր շրջանավարտներին եք հետաքրքրի, գիտենք այնտեղ կշարունակենք։